Արգանքներս Էդգար Ղազյանին դա ցավը տանեն, որ այն առաջ օրը նույնիսկ ՀՊ-ին ստիպեց ոտքի կանգնի։ Այդ պահը ես իրոք շատ եմ ուզել, ես էլ եմ տանը հելը կանգնե ոտքի, որ մի րոպե լրությամբ ասեց հարգենք մեր զոհերի հիշատակը, ես էլ եմ տանը աշկերս լցրել եմ ու հելը կանգնեցի ոտքի, տանը իրանց այդ ոտի վրա մնացի, նույնիսկ ՀՊ-ին ստիպեց, որ հելն են կանգնեն ոտքի։ Ու ինչ են ասում սրանք, հələ նայեք մի հատ, ասում են պետքա սակրավորներին, էսի Կարկաս ուզում եմ մի հատ անդրադառնամ, ասում սակրավորների մահը ցանկանալու համար ձեր մոտից է, չէ՞ այդ խոսած Էդգար Ղազյանը։ Ասում է՝ «Պիտի ներողություն խնդրի Էդգար Ղազյանը»։ Ու այսա ասում է այն ուժի, ասում են այն ուժի պատգամավորները, այն ուժի ներկայացուցիչները, որոնք մի ամբողջ պետություն են հանձնել թշնամուն, մի ամբողջ սերունդ են կոտորել, սերունդ, միլիոնավոր հայերի են կոտորել, միլիոնավոր հայերի։ Գիտեք ոնց միլիոնավոր։ Նայեք Մարիամ ջան, հիմա որ ես ասենք իմ նման մի հատ մարդ մեռնի, ինքն է մեռնում էդում, չէ՞։ Բայց երբ որ այն չամուսնացած 18 տարեկան երեխան է մահանում, նա եթե ապրե, նա լպտի սերունդ տար, նա պիտի երեխա ունենար, թոռ ունենար, ծոր ունենար, այդ ծորը պիտի էլի երեխա ունենար, թոռ ունենար, ծոր ունենար, այսինքն սրանք 5000 տղա չեն սպանել, սրանք միլիոնավոր մարդկանց են սպանել։ Ու այդքանից հետո անամոթաբար օրը ցենց դրոշակ սարկած մեկը մեկին հերթ չտալով հելմեն ասում են Էդգար Ղազյանը պիտի ներողություն խնդրի, որ ասելա սակրավորների մահն եմ ցանկանում։ Նախ Էդգար Ղազյանը սակրավորների մահը չի ցանկացել, Էդգար Ղազյանը ցանկացել է էմոցիայի տակ, մի քիչ էլ հումորով իր բնավորությանը համաձայն ցանկացել է դավաճանների մահը։ Ես կոնկրետ դավաճանների մահն էլ չեմ ցանկանում, նույնիսկ թշնամու մահը չեմ ցանկանում, նույնիսկ թուրքի մահը չեմ ցանկանում, ոչ մեկի մահն էլ ես չեմ ցանկանում, բայց ես երբեք մի հատ մարդ, մի հատ թասվեվայ, որ հելնի կանգնի ասի մահ թշնամուն, մահ թուրքերին, մահ դավաճաններին, ես իրան չեմ ասի ներողություն խնդրի մարդկանցից, ոնց որ հիմա դուք եք ասում։ Պարզ չի Էդգար Ղազյանն ինչ ասի։ Էդգար Ղազյանն ասել այն մարդիկ ովքեր որ ճամփակը բացեն, որ թուրքը գա մտնի մեր կանանց բռնաբարի, մեր գերեզմանները պղծի, մեր ումանուկը կոտորի, դրանք թողեն ստեղում պայթեն։ Էդ ասե։ Խի դա սակրավորի մահ ցանկանալ, հա։ Ու հետո Էդգար Ղազյանի ցանկությամբ ոչ մի սակրավոր չի զոհվել, չի մահացել։ Իսկ ձեր ապիկար միգուցե նաև դավաճանական գործունեության արդյունքում մի ամբողջ սերունդա կոտորվել, միլիոնավոր մարդիկ են կոտորվել։ Արդեն նշեցի ոնց միլիոնավոր, ինչի համար միլիոնավոր, որ հետև այդ 5000 երեխեքը պիտի սերունդ ունենային, այդ սերունդը պիտի սերունդ ունենա, ցենց անսպարտի պիտի շարունակվեր դա։ Հիմա անամոթաբար Էդգար Ղազյանն ասում են թող ներողություն խնդրի մի հատ։